Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսից գեստի փեշը, ընդամենն անզգուշություն է։ Իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել եւ սնոտի ապաշտությամբ տառապել, որտորում են եկեղեցու սպասավորները։ Տյառնընդառաջը եկեղեցական տոն է։ Այն ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, եւ քանի որ եկեղեցու օրը փոխվում է երեկոյան ժամերկությունից հետո, տոնը սկսվում է փետրվարի 13-ից։ Էջմիածնի քաղաքապետարանը եւս իր մասնակցությունն է ունենում Տյառնընդառաջի տոնին։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնի նորապսակ զույգերը, ովքեր այդ տարի նշելու են Տյառնընդառաջի տոնը, գրանցվում են քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար եւ ստանում նվերներ։ Մշակույթի պալատի առջև խարույկ է վառվում, կազմակերպվում է գեղեցիկ միջոցառում, ապա քահանան իր օրհնանքն է տալիս զույգերին եւ նաեւ նվեր մարգարտյա շարեր։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւս շնորհավորում երջանկություն է մաղթում զույգերին, որից հետո հանձնում է ոսկյա մատանիները։ Շնորհավորում եմ բոլորիս մեր Տյառնընդառաջի մեր հին ավանդույթից մեկի կապակցությամբ։ Ուզում եմ իրանք հասկանան, որ ամուր ընտանիք է, դա ամուր պետության հիմքն է եւ դրա համար այն ինչ որ այսօր կատարում է, քաղաքը փորձում է այս ամեն ինչը նաև ողջևորել, խրախուսել դորապսակներին։ 40-օրյա Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տանում են տաճար։ Եվ ըստ այդ ավանդույթի այսօր եւս 40-օրյա մանուկների օրհնության կարգ է լինում։ Այս տարի Էջմիածնում մեկ փոքրիկ աղջիկ կար 40-օրական, որը եւս չէր անտեսվել քաղաքապետարանի կողմից։ Իսկ Տյառնընդառաջի տոնը քաղաքապետարանի հետ նշելու են եկել 6 նորապսակ զույգեր։ Քաղաքապետի նման ուշադրությունը կրկնապատկել էր զույգերի ուրախությունը։ Չնայած ցուրտ եղանակին նրանք մեծ ողջավորությամբ եւ սիրով մասնակցում էին միջոցառմանը։ Ներսում այնքան եմ յարում, որ դրսից ուղտա այլևս չեմ զգում։ Խորհրդանշում է ամուր կազմել ընտանիքը միշտ իրար հետ մնալ։ Ինձ թվում է այդպես կլինի։ Երջանիկ, հաջողակ եւ իր երկրի համար պիտանի զավակ։ Եվ միշտ մնա իր Հայաստանում։ Տոնի հիմնական խորհրդանիշը կրակն է, որի գոյությունը շատ հաճախ կապվում է հեթանոսական տոնի հետ։ Սակայն սա պարզապես գեղեցիկ սովորույթ է, որը եկել է այդ ժամանակներից եւ հայ առաքելական եկեղեցուն չի հակասում։ Ուստի մեր զույգերը եւս ցատկեցին կրակի վրայով եւ նշեցին իրենց Տյառնընդառաջը Էջմիածնի քաղաքապետարանի հետ։ Իսկ փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ։